Ձեզ հարգելի ավականներ, հարգելի գործընկերներ, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ավականների նստաշրջան 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրական հաստատության ովքեր եք ով դեմ չկա, ձեռնտան չկա, անցնենք օրակարգի առաջի հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի ավականների 2024 թվականի դեկտեմբերի 25-ի հավաքեցին որոշման Համար 1, համար 2, համար 3, համար և համար 6 հավելվածների լուսաբանության հաստատելու մասին Առաջի հարցով կատարում ենք բյուջեի փոփոխություն հիմնվելով տեղական ինքնակառավարման մարմինների մասի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, բյուջետային համակարգի մասի օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի մասի, նորմատիվ իրավական ակտերի մասի 13-րդ հոդվածի 9-րդ մասի և 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 34-րդ կետերով բյուջեում կատարում ենք փոփոխություն 277 միլիոն 119,900 դրամի ֆոնդային բյուջե ենք մուտքագրելու սա Քաջան քաղաքի Շիրվազադել փողոցի մանկական զբոսայգու կավերակառուցման և Գեղիում Ընջերենցունիչի հենապատերի Գեղիգետի հենապատերի կառուցման ծրագրի ֆինանսավորումն է 3 պայմանագիրը ստորագրել ենք ու պարգել ենք սպասում ենք ֆինանսավորման համապատասխան հոդվածներում աշխատելու համար ծախս կատարելու համար ինչպես նաև նույն գումարի չափով եկամուտ ենք ավելացնում առաջին հարցով փոփոխությունն է եթե հարցեր չունեք խնդրում եմ հաստատեք Դա հարցեր առաջարկություն Ովքեր են ով դեմ չկա, ձեռնտան չկա, ստորագրական գործին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի 2020 թվականի բյուջեի և ֆինանսական հաշվետվության կատարման մասին Բեկամարվել տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, բյուջետային համակարգի մասին 33-րդ հոդվածի 4-րդ մասի, նորմատիվ իրավական ակտերի մասի 13-րդ հոդվածի 9-րդ մասի, 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ և 34-րդ կետերով ձեր համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավականու հաստատման եք ներկայացնում 7-րդ եռամսյակի կատարողականը սեփական եկամուտների մասով համայնքը իր առջև դրած պլանը կատարել է, այսինքն նախատեսված 75% հավաքագրման պայմաններում իրականացել է 78.4%-ի եկամուտների հավաքագրում։ Եթե ինչ-որ հարցեր ունեք, թողեք տալ, եթե չէ, հաստատենք։ Ովքեր են ովքեր։ Դեմ չկա, ձեռնտան չկա, ստորագրական Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջան համայնքի վարչական տարածքում օգնասիրի նպատակային նշանակության փոփոխության կապակցությամբ Սյունիքի մարզի Քաջան համայնքի մարզից հաստատում նախատեսվում փոխում հավանություն նախատեսվում է Սյունիքի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման հաստատում կատարել հետևյալ փոփոխությունը, ուրեմն բնակավայրերի նշանակության 2881.5 քառակուսի մետր հողամասերից փոխադրել արդյունաբերության ներօգտագործման եւ այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի ուրեմն որից ստեղ ընդգրկում 2766.9 քառակուսի մետր հողամասը ընդհանուր օգտագործման հողամասերից է, իսկ ուրեմն 114.6 քառակուսի մետր հողամասը հասարակական կառուցապատման հողամասերից։ Քանի որ այս ամբողջից կապույտը ուրեմն մակերեսով պատկանում է մեկ իրավաբանական անձի, հանդիսանում է իրավաբանական արդյունաբերական նշանակության հողամաս, տվյալ հողամասը նախկինում սպասարկում էին առանձին միավորների, որը հիմա ընդհանուր մեկ միավոր է, և նպատակահարմար է տվյալ հողամասը ևս փոխադրել արդյունաբերական նշանակության, որպեսզի հետագայում տրամադրվի սեփականագիր Անդոկավան բնակավայրում է գտնվում։ Ժամանակին այս հողամասեր սպասարկում էին առանձին միավորների, առանձին բնակել
նշանակության միավորների, սակայն այժմ այս բոլոր ուրեմն միավորները արդյունաբերական նշանակության են եւ մեկ ուրեմն իրավաբանական անձի են պատկանում, ուրեմն նպատակահարմար է նույնպես այս հողամասերը փոխադրել արդյունաբերական նշանակության, որպեսզի ըստ նպատակի օգտագործեն։ Հաջորդ համայնքի վարչական տարածքներում համայնքի սեփականությունը Հաջորդ համայնքի վարչական տարածքներում համայնքի սեփականությունը անցածով հողամասի հրապարակային սահմանություններ աճուրդով աճառելու մասը։ Ուրեմն նշված հողամասը գտնվում է Քաջան համայնքի գերի բնակավայրում, երկրորդ փողոց 2.1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության 692.0 քառակուսի մետր հողամասը ձկնաբուծական արհեստական լճակներ կառուցելու նպատակով մեկնարկային գին սահմանելով հիմք ընդունելով շուկայական արժեքը 1,070,000 դրամ։ Լավ, հարգելի ավականներ, ովքեր են գոհ։ Դեմ չկա, ձեռնպա չկա, ասենք օրակարգի 5 Հայաստան Հանրապետության մարզիկ Քաջան համայնքի գերի բնակավայրի համակցված փոխանցումների փոփոխություն կատարելու եւ հողամասի նպատակային նշանակությունը կատարելու մասին։ Ուրեմն նախատեսվում են հիմք ընդունելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասը Գետիշեն գյուղում, Քաջան համայնքի Գետիշեն գյուղում 78.9 քառակուսի մետր հողամասը ուրեմն բնակավայրի նշանակության այլ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ Ուրեմն տվյալ գյուղի բնակիչ է հենց դիմել, որպեսզի կարողանա փոքր չափերի անասնաշենք կառուցի հենց իրենց անմոտ հավանոց sense ասեմ բան ձևով, հա։ Այս հատվածում է գտնվում 78.9 քառակուսի մետր, ընդհանրապես 79 քառակուսի մետր հողամաս է։ Բնակավայրերի նշանակության այլ հողատեսք է, նախատեսվում է գյուղատնտեսական արտադրական նշանակության։ Ովքեր են գոհ։ Դեմ չկա, ձեռնպա չկա, ասենք օրակարգի 6-րդ հատվածի։ Այսօր ներողություն 6-րդ հատվածի Հայաստան Հանրապետության Սումիքի մարզիկ Քաջան համայնքի ավարտան 2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանդիպանցնեցավորոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ուրեմն հիշում եք հարգելի ավականներ 24 թվականի հոկտեմբերի 11-ով նաև հողամասերի հրապարակային սահմանությունով տարելու մասին որոշում կայացել, որտեղ որ հողերի վաճառք նշված էր, մեկնարկային նշված էր կադաստրային արժեքի եռապատիկով, անմիջապես դրանից հետո ստացել ենք հանձնարարական տվյալ գործարքները կասեցնելու եւ այնուհետեւ նույնպես հանձնարարական էջեցվել շուկայական արժեքով մեկնարկային գին սահմանելու։ Ըստ դրա ուրեմն այդ 11 հոկտեմբերի 2024 թվականի որոշումը արդեն ուժը կորցրած է ճանաչվում եւ նոր արդեն հիմունքներով նոր գնահատված շուկայական արժեքով հողերը պետք է տարվեն։ Այս նախքին գրազում։ Հա։ Եթե ձևակերպ ասում։ Տեսեք, նախկինում ես որոշում էր կայացվել ավականու հողամաս հրապարակային սահմանությունները օտարելու մեկնարկային գինը կադաստրային արժեքի
եռապատիկով։ Հա, Անմիջապես դրանից հետո արդեն հանձնարարական իջեցրել է եւ այդ ավականն է չենք կարծել այդ որոշումը ուժը կորցրած ենք ճանաչում ու նախկին ավականով նոր հիմունքներով շուկայական արժեքով դրեցինք։ Եթե հիշում եք անցյալ ավականով արդեն նույն որոշման նույն հողամասերը դրվել է շուկայական արժեքով։ ինչ, ովքեր են գող։ Չկաց է, որ չկանցնենք որակարգիոցով հարցին, Հայաստանի Հանրապետության Սուբյեկտիվ Մարզիկ Քաջարյանի Գևական 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 70 որոշում ուժը փոխսահմանելու մասին։ Տեսեք, նոր մենք խոսեցինք գերի բնակավայրում աճուրդով օտարելու մասին, հողամասը, ուրեմն 24 թվականի նոյեմբեր 11-76 որոշումը մենք ուրեմն նշել ենք առաջին կետով նպատակային նշանակությունը փոխադրել, երկրորդ կետով նշել ենք ելի կադաստրային արժեքով, այդ եռապատիկով օտարել։ Նույն որոշման առաջին կետը արդեն իսկ գործածվել է, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել է, իսկ երկրորդ կետը պարբերությունը, որով որ սահմանվել է շուկայմանը, մեկնարկային գինը ամբողջությամբ դադարում է եւ այս նոր որոշմամբ սահմանվել է արդեն մեկնարկային գինը շուկայական արժեքով։ Որոշումը մեկ առաջին պարբերությամբ արդեն իսկ ուժի մեջ է մտել, երկրորդ պարբերություն դեռ չի իրականացել եւ երկրորդ պարբերությունը ամբողջությամբ դադարեց։ Ովքեր են գող, չկաց է, մասնիկ որակարգիոցով հարցին Հայաստանի Հանրապետության Սուբյեկտիվ Մարզիկ Քաջարյանի Գևական 2024 թվականի հոկտեմբերի 20-ի նստած է որոշման եւ ամբողջ նոր խմբագրության հաստատելու մասին։ Շնորհակալություն, հարգելի ավականներ, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 25-րդ կետով, 35-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի 3-րդ ենթակետով եւ 34-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ձեր քննարկմանը եւ համաձայնությանը ներկայացվում 2024 թվականի դեկտեմբերի 25-96 որոշման համար 4 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Սույն հավելվածը հարգելի ավականներ վերաբերելու է Քաջանի արվեստի դպրոցի համայնքային վաճառական կազմակերպության հաստատակցին, ինչպես արդեն քվեարկել եք նախորդ ավականը օրակարգում, մեր նոր ստեղծված հողակների եւ գործող թիվ 1 մանկապարտեզում, ըստ մանկապարտեզի հաստատակցություններում փոփոխություն կատարեցինք մեթոդիստի եւ հաշվապահի, ինչպես նաև գործավարի դրույքաչափի փոփոխություն, որոշակի ավելացում, հաշվի առնելով որ պետք է մնացած համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստատակցություններն համապատասխանեցնեն, այսինքն նոր վարչարությունները կիրառենք, օրինաչափությունները լինի, առաջարկվում է Քաջանի արվեստի դպրոցի ուսումնասվարի, այսինքն տեղակալի հաստիքը սահմանել 336,000-ից սահմանել 400,000, հաշվապահինը 320-ից 350,000, գործավարը 215-ից 230,000։ Ընդհանրապես դա է խմբագրությունը։ Քանի որ մնացած դա մեր հավաքանները տան դիվաստով են նկարում արմի կառուցումը պրոստո բանը բացի քարնաբարտաշում մնացած դերերը ջան մանրապատեզներ բացառու բանը դրանից բացառություն դե համի ովքեր են գող դեն չկա, տերմա չկա, մասնիկ որակարգի դեղորդ հարցին Հայաստան Հանրապետության Սուբյեկտիվ Մարզիկ Քաջարյանի համայնքի ավական 2025 թվականի սեպտեմբերի 12-ի համառոտ 73A եւ համառոտ 74 որոշներ ուժը փոխսահմանելու մասին։ Հարգելի ավականներ, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության
օրենքի 35-րդ հատվածի առաջին մասի 11-րդ կետով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հատվածի առաջին մասով եւ 38.1 հատվածի դրույթներով ձեր քննարկմանը եւ համաձայնությանն է ներկայացվում ուժը գործած ճանաչելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքավականի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի համար 82, համար 83 եւ 84 որոշումները։ Ինչպես արդեն գիտեք, այսպես ներկայացնեմ տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հատվածի առաջին դասի 16-րդ կետը սահմանում է, որ համայնքի ավականին իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած համայնքային հիմնարկների ղեկավարների թեկնածուներին, սակայն սա 18-րդ հատվածն է, որը որ սահմանում է ավականու լիազորությունները, իսկ 35-րդ հատվածը, որը որ սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները, առաջին մասի 11-րդ կետը սահմանում է, որ համայնքի ավականու որոշմամբ նշանակում եւ ազատում է համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով։ Այստեղ ըստ իս օրենքների օրենքի հոդվածների հակասությունը պետք է երևի տեղափոխություն լիներ, հաշվի առնելով այն հանգամանքային կարգը, որը որ տնօրենները պետք է համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները պետք է մրցույթով հաստատվեն, նշված 82-84 որոշումները, որ նախորդ ավական նիստին եք ընդունել, առաջարկում է ուժ գործած ճանաչել, առանց դրանք դա գործողության մեջ դնելու։ Տնօրենները այժմ նշանակվել են 6 ամսյա ժամկետով տնօրենի պաշտոնակատար, նախքան 6 ամիս լրանալը եռամսյա ժամկետում մենք հայտարարելու ենք մրցույթ տնօրենների մասով։ Այս պահին մանկավարժական աշխատողների մասով մրցույթը հայտարարվել է, որը որ կկայանա նոյեմբերի 12-ին։ Դա կվերջացնենք բարոյով, անցնենք տնօրենի մրցույթին։ Իսկ եթե մի 3 տարի մասնակցող չլինի, Հայաստանի ժամանակավոր պաշտոնակատարը լինի։ Այսպես է, եթե տեսեք, կարգը ոնց է կարողանում, եթե եռամսյա ժամկետում մրցույթը հայտարարվում է, տնօրենի այդ մրցույթը չի կայանում, նոր տնօրեն չի նշանակվում, այն տնօրենը, որ պաշտոնակատար նշանակվել, ենթադրենք դրսից դիմող է եկել, այդ տնօրենը, որ պաշտոնակատար նշանակվել, իր հետ ընդամենը եռամսյա ժամկետով է երկարաձգվում պայմանագիրը, նորից պետք է մրցույթ հայտարարենք։ Այնպես չի, որ անդիման համար կարած մրցույթ հայտարարեց, բայց այստեղ արդեն ինչ-որ մի հակասություն չի կարայք։ Նույն շարունակում է գործելը, այսպես ասած, ժամանակավոր պաշտոնական։ Հա, եռամսյա ժամկետով, ինչը մրցույթ հայտարարել։ Ընդամենը այս օրենքի կարգավորումներն են, որ իրար հակասել են եւ պետք է այս պահին անհրաժեշտություն առաջացել նախորդները ուժ գործած ճանաչելու, քանի որ իրենց արդեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մինչև մրցույթը հաղթահարել։ Ովքեր են կողքալիրա։ Դեռ չկա, չկա։ Ասենք որակարգի վերջին հարցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքավական 7-րդ նստաշրջանի ենթական լիստի ուրմատավորը սահմանելու մասին։ Հարգելի առաքելներ, տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հատվածի դրույթներով պետք է ավականու վերջին օրակարգային հարցը դա հաջորդ հայաստան նիստի գումարման օրը սահմանելն է։ Առաջարկում է նոյեմբերի 18-ը ժամը 15:00 սահմանել, եթե դեմ չեք 18-ը ընթանական երեքշաբթի օր է։ Եթե դեմ չեք, ինձ թվում է ավականներին է որ մշտական հանձնաժողովին համաձայնվող դարձել ենք։ Ովքեր են կողմ։ Սահմանում ենք նոյեմբերի 18-ը ժամը 15:00։ Շնորհակալություն հարգելի ավականներ, եթե հարցեր չկան, իսկ համարակավարված ստեսուն բոլորը։